Ես ականեն կտնաս աղջիկ ջան։ Ես ինչի համար եք բա մորթարել։ Սոտ են գնա, բասարամ նիշտ են ուտի, կոշտ են կանի, բանտ են կանի, գնալ տեն բազայեցմ միսարնել, են իմ տանը կաղին տանը չկը մորթեմել։ Ընդի առազմսի շիլում։ Չէ, ստի ես չի լմարան նսի։ Վայ, բարավա, հլե միսա հատավ ինձ կուտի։ Այդ կադրը կահանել։ Ու մինչ Ահնիձորցի Համլետը կես կատակ, կես լուրջ խնդրում է հանել կատակի կադրերը, մենք համոզում ենք, որ հենց նման անկեղծ պատառիկներով են հետաքրքիր դառնում ու հարստանում մեր պատմությունները եւ դրանցով են շնչում, կենթանանում իսկական լոռեցու տունն ու տեղը։ Ինչպես հասկացաք, մենք պոկ չենք գալիս Ահնիձորից ու ահնիձորցիներից։ Լոռվա ամենամաքուր ու ամենաճկնաղ այս անկյունից, որտեղ մարդիկ ճիշտ եւ ճիշտ Համլետի նման են, պարզ, անմիջական, խոսքը սուր ու լեզվի ծայրին պատրաստ, հյուրընկալ ու հյուրասեր։ Տարվա այս շրջանում գյուղերում, հատկապես մեր Հանճարեղ Մաթևոսյանի ծննդավայր Ծմակուտում, սար բարձրանալու, քոչը կապելու, վեժվուշը հավաքելու ամենաթեժ ու եռուն ժամանակն է։ Բոլորն ակտիվ իրարանցման մեջ են։ Եթե անկեղծ խոսենք, մեր գլուխն ու ժամանակն էլ չունեն, բայց ավանդապաշտ այս գյուղում հյուրին նեղացնել չկա եւ մենք էլ մի քիչ երեստված երեխայի նման գալիս ենք այս գյուղ։ Համլետի նախապատրաստությունը սկսվել է ավանդական ու փորձված ձևով, բա ինչ իր պահած խնամած ղոչի ոչխարի մորթով։ Հասել ենք ճիշտ ժամանակին, միսը դեռ տակ-տակ է, սարցախսիկի երես չի տեսել, իսկ թոնրատան կրակը մի քանի րոպեում կրկին թեժանում է։ Դե Ահնիձորում գիտեն, հատկապես Համլետի հյուրընկալ ձեռքից դեռ ոչ մի ճամփորդ չի պրծել։ Ուտող խմող մարդու ձեռք ենք ընկել, ասում են գյուղում ու ճար ու հնար չունենք։ Եթե եկել եք պապի հետ զրույց անելու, ուրեմն պիտի խաղաք իր կանոններով։ Ձեր այդ ավանդական ու սուդմուտ չեմուչումերին այստեղ ընդհանրապես բանի տեղ տնող չկա, ասում են։ Հաշամպուրը բեք ստիա շարը մի թողնկար։ Նայ, իմ տղեն բերեմ էլ, լաբի բիցավոտ բանեմ, մի լաբի ոստուկ ջան։ Լավ վրա հացակ էլի, պապի։ Հա, բավանց, շուտով եմ ալա ուտողին հալալա։ Էդ պա, սա Ահնիձորը գիտի, որ իմ տուն մտնոն անհասուտ էլ գնեմ չի։ Ես են հենց խրոված անեմ, որ մատնեու թետ մուտեք։ Համլետը ժամանակը զուր չի վատնում ու անցել է գործի։ Պարզվում է Ահնիձորում անցուդարձ անող լրագրողներից պապը ոչ միայն իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններն է կորզում, այլև հարցնացուներ։ Ու քանի որ լրագրող աղջիկ է ոտք դրել իրենց տուն, պարոն Համլետը որոշում է մասնագիտական հարցուփորձը վերածել ընտանեկան հարցուփորձի։ Խորովածի կրակի ծուխն ու ուրախ կատակը խառնվում են իրար, բայց լոռեցու այս ավանդական սրամիտ հումորի տակ իրականում մի մեծ հայրական ցավ կա։ Տղաներից մեկը դեռ իր կեսին չի գտել ու պապի սիրտը չի հանդարտվում։ Ու հենց այդպես կես կատակ կես լուրջ հենց կրակի կողքին էլ սկսվում է իսկական հարցնատեսությունը, կամ էլ լոռեցու տիպիկ սրամտությամբ ու թաքուն հայրական մտահոգությամբ սկսվում է իսկական ահնիձորյան մոցիկուլությունը։ Մտածում եմ, որ մի լավ աղջիկ ռազգա տղես ամուսնացնեն։ Դե ռաստի գա ձեր նման լավ մարդկանց պիտի ռաստ։ Ախպեր չի, ոչ ալ ռաստ մուչե վերեմ անոր քշել։ Աշիկ ջան ամուսնացած ես Դեր իմ տղետ ամուսնացնեմ ինչքան ուզում ես խոսացրու ինձ։ Ես հեռախոսով դապիս կանեմ։ Խիշ ես ամուսնացել, քանի տարեկան ես ցավդ տանեմ։ Շատ կան գեղեցիկ սեռի տարեք չեն ասեմ, բայց որպես կուպա ասա քանի տարեկան ես։ Էն է իսկ իմ տղե։ Ոչ չվանեմ, նեղավանելով, ես վանում Ամերիկա։ Պարզվում է սար բարձրանալուց առաջ պարոն Համլետի ամենամեծ հոգսը որդու ականջը կտրելն է, այսինքն ժամանակին պսակելը։ Ու դա է պատճառը, որ դեռ մեր հարցերը չսկսած մենք ենք սկսում պատասխանել Համլետի հարցերին։ Ու քանի դեռ պարոն Համլետը իր աշխույժ հարցաշարով մեզ վերջնականապես չի մոլորեցրել, փորձում ենք թեման շրջանցել ու ասել, որ նշանված եմ, որ սիրած տղա ունեմ, որ աշտանը մեծ հարսանիք է լինելու ու սահուն փորձում ենք ասել իր կյանքի պատմությանը։ Բայց լոռեցուց ու հատկապես այս մարդու հումորներից այդքան հեշտ չես պլստա։ Կրակի ծուխն ու պապի զրույցը թեժանում են նույն ուժգնությամբ։ Այստեղ արդեն կամաց բացվում է պարոն Համոյի կյանքի պատմությունը, նրա ահնիձորյան կենսափիլիսոփայությունը, որտեղ կանոններ գոյություն չունեն եւ շատ պրագմատիկ են։ Գնա խրոված կրակ կուշտա, ժողովուրդ։ Հայենք դուք։ Ասասուն ջան։ Աշակ ջան, ես ու իր հետ կանենք։ Լատենն քո արած խրովածը ոնց է։
Իմացածը ոնց է։ Իմանացա ես հումլի մումլի կունեմ ասում ինձ մա իմ պետք է։ Էսա միս հատալի իմ տերը վաղուցա մերու հերտ իմ նա էտալ ասվածած մալադարք վաղտա չի։ Լավն է մի հարկը սաղը մեր լավն է միս մա վատ։ Ասում են շատ ես խմամ, շատ ես սոտամ։ Դե չես պահում։ Ոնց պահի մաշիկ ջան։ Բայո 5 րոպե մի վառում ես, վառում։ Ահա, էտ լենա մնեմ կնգանած կշտին ասաս, դունը պատերազմ դարավ։ Աշի ժանի իմ տրամադրուշտիվ նամեն օլ բացրալım, քանիս ուզում է օրական միլիտրա ես խմում եմ։ Հա դե հետ ես մասնակցող չկա։ Դե դեմ եմ ասում արին ծար, որի հանին բաժակ ման կմենք։ Այս ասուն։ Պարոն Համլետի այսօրվա հումորներն ու հարցնախոսության մանևերները պատահական չեն եւ խորը դրդապատճառներ ունեն։ Իրականում նա լավ գիտի ընտանիքի ու կյանքի իսկական գինը։ Ավանդական ընտանիքի գինը սեփական փորձով տեսած ու լսածով։ Իր ընտանիքի հիմքը դրվել է հենց այստեղ ծմակուտում ձմռան ցրտաշունչ մի օր։ Դեռ 19 տարեկանը չբոլորած պատանի էր, երբ հայրը կարճ ու կտրուկ ասաց. «Տղա ջան, պիտի ամուսնանաս»։ Լորվա ձորերում ու հատկապես այս տանը հոր խոսքը օրենք էր, ասաց ու արեց։ Հարևան Աթան գյուղ հարսնատեսության գնացին ու գործը մի քանի օրում գլուխ բերեցին։ Այդպես հարևան գյուղից բերած Աթանեցի հարսի հետ պարոն Համլետը կես դարից ավել ճամփա է անցել, 4 երեխաներ պատվով ու հարգանքով մեծացրել ու հիմա սրտի ցավով չի հասկանում այսօրվա երիտասարդներին, որոնք այդքան հեշտությամբ փախչում են ընտանիք կազմելու պատասխանատվությունից։ Ես էլ քոխատեր։ Ոսիկ ճամփա ուր է աշխարհ եկել։ Որ ամուսնանալ չեն ուզում։ Իհարկե, եթե ամուսնանաս Գեմանա սրեխի կաստրությունն էլ հարստությունն էլ աշի։ Ես լրի լոք խոսքերի։ Աչա ես ասակ գնալտեն կամ մուսանված ձև դողոր։ Գնացինք էտ այելամ։ Մահտեր ժպտատ։ Իսկ գոհես քո բախտից։ Որ գոհ չլեմ ինչ անեմ։ Չես իմ պարամները շալ լավ են կել։ Հա, սովոր է ծել իշխատել։ Աթանեցիք են խոչակ թե արանի ձորցի։ Աթանեցի։ Հենց այսպես պարզ ու թեթև ապրել են։ Մեկը մյուսից շատ բան չի պահանջել, մի կտոր հացով էլ երջանիկ սեղան են նստել։ Հետո ինչպես Համլետն է ասում, Աթանից աղջիկ բերելն էլ նախապատվություն է ունեցել։ Հայրն իմացել է, որ իրենց օջախը տարիների ընթացքում կծաղկի, որովհետև այդ գյուղի աղջիկները կրակոտ են, պեծ ու կտոր, որ տուն ընկնում, շենացնում ու շենացնում են։ Դե հենց այդպես էլ եղավ։ Հիմա այն ամենը, ինչ տեսնում եք, համատեղ կյանքի ընթացքում ապրածի ու ստեղծածի արդյունք է։ Ժամանակին մի կովից ու գոմից սկսած այսօր արդեն ահռելի տնտեսություն ունեն, ասում են։ Տարիների հետ 18-ամյա պատանին, որ չհասկանալով էլ արարքի պատասխանատվությունն ընտանիք է կազմել, հետո կամաց դարձավ իսկական տղամարդ, գյուղական դժվարություններին ու փորձություններին դիմակայող ու իր գոյության իրական իմաստն ու պատասխանատվությունը զգացող։ Փորձառություն ու իմաստություն, որ զրուցելիս այնպիսի զգացողություն է, ասես ծմակուտի հին անցյալի պատմություններն ու հերոսներն են կենթանանում, դարավոր ու իմաստուն ծառերն ու սարերն են կենթանանում ու պատմում իրենց պատմությունները։ Այնինչ լեզվին է նաև սրտում է, առանց թաքցնելու, առանց ձևերի ու ձևականությունների։ Ու թեև խոսքը տեղ-տեղ կտրուկ է, թվացial կծու, բայց սիրտը մաքուր է, մաքուր ինչպես էս մի կտոր աշխարհը, որտեղ մաքրությունը մարդկային ամենավեհ արժեքն է։ Հեռավոր ու լեռների ծայրին գտնվող այս գյուղերում մեղմությամբ ապրելը դժվար է, այստեղ բնության նման կտրուկ պետք է լինել դիմանալու, դիմագրավելու համար։ Այստեղ ամեն օր, ամեն ժամը գոյության մարտահրավեր է բնության գրկում, բնության հետ։ Հենց դրա համար էլ իր բախտից շնորհակալ պապի համար հիմիկվա աշխարհի ու երիտասարդների տեմպը մի քիչ անհասկանալի է։ Ու լոռեցու տիպիկ պատկերավոր մտածողությամբ նա անցնում է ժամանակակից շատ հետաքրքիր հարսանիքների ու արագընթաց ամուսնությունների անատոմիային։ Ամիլա հետաքրքիր է, եթե ուզում պատի անես, վարկ եմ վերնում, ամուսնացամ հարսանիք անեմ, երկու այդ հարսը մնում է ոսկեղն ավակում է յալլա։ Ուր է գնում։ Իրա հորաստուն, որդի լավն է։ Շատ հանդուրժող են, հայեն անում, որ ոտնեում գազին են դնում, մտանան են, որ մեքենայի վրա տորմուս կա։ Օպերատորն ինքն է։ Տանım bırak tanjati. Her ikinci kan zaten kutunar.
Իհարկե տեսախցիկը չանջատվեց, որովհետև Համլետի ասած այդ զավզակությունն իրականում այն հարստությունն է, որի հետևից հասել ենք Ահնիձոր, որպիսի պատմելով ձեզ հասցնենք։ Իրականում այս մարդը այնքան պարզ ու բաց է, որ կյանքի ամենադժվար հարցերին էլ նայում է ժպիտով։ Բայց դե ծմակուտի սարերում միայն օդով, ջրով ու ժպիտով չես ապրի։ Տնտեսությունն ու օջախը պահել է պետք։ Ու երբ փորձում ենք հարցնել, հասկանալ, թե այսօր ինչով է ապրում ու ոնց է յոլա գնում, թե միայն սարն է, որ նրանց ապրուստի միջոցն է, առանց երկար բարակ մտածելու իր թեթև, բայց հնչեղ խոսքով անցնում է երկրի քաղաքական անցուդարձին ու իր գրպանի պարունակությանը։ Հիմա կասեք այ լրագրող էլի քաղաքական պատվեր ես կատարում, թե բա քո արած աշխատանքը պատվեր է։ Բայց իրականում այս մարդիկ այնքան անկեղծ ու ազնիվ են, որ ոչ սցենար կա, ոչ էլ մոնտաժով մարդու միտքը սրբագրելու սովորություն։ Սարեցու լեզուն էլ այս սարերի պես աննվաճ է, ում սիրտը կուզի կգովի, ումից նեղացած է կփնովի, իսկ երբ տրամադրությունը տեղն է, ամենալուրջ հարցն էլ կվերածի սրամիտ կատակի։ Ու հենց այդ բնական չֆիլտրած անկեղծությունն էլ մեր միակ ու գլխավոր պատվերն է, որ ստացել ենք հենց պարոն Համլետից։ Չէ, մենակ Նիկոլ տված Թոշակովը, որ քարտային սարքած չեմ հասկանում քարտից միջին փոքա թե չէ։ Մեկին խնդրել եմ, որը ստոգի։ Ես շատ է դժվար, բայ 72 տարեկան մարդ եմ։ Ես նոր կարամ քարտայինով առևտուր անեմ։ Ապրանք եմ ծախի, որ թորրանաս փող տամ, որ չծախեմ, որն յանտեմ տամ։ Գնացել եմ մտածել ստոգման, լադը ճամփ եմ բամանալուզներս պատասխան։ Բայց անվճար է կարե։ Աշիվ ջան, ավել լավ վճար ավելի։ Չոտ ինձ կանեն ասեն իմ դիակնոզն ինչա, կասեն ամուսնի քաշի։ Եվ անդմերներ ուստալում կամ կնսում է շատ բարձրացել են թե բանը հիվանդանոցը զուգարանների դռները փակացալ։ Հայտմանը կուզմ են ձևեցի գնում։ Դու նա գնալ մի պամպերսակ կեզով ասամ որ գնա։ Ես չեմ ուզում նկարվել, մերի թե համար է։ Հայս ավել ուզում պամպերսակի ու գնա նկարվ յարխի։ Ահնիձորյան էսկատակների ու հումորի շղարշի տակ մեկ են նույն լեռնային անկոտրում հոգսերն են։ Քարտային համակարգերից ու անվճար բժշկության լաբիրինթոսներից անդին սարերում ապրող մարդու հիմնական հույսն ու ապավենը միշտ էլ մնում է իր սեփական թիկունքն ու տնտեսությունը։ Բայց այսօր գյուղացուն միայն անհասկանալի բարեփոխումները չեն, որ մտահոգում են։ Ամենացավոտը սեփական քրտինքի ու չարչարանքի արժեզրկումն է։ Ամբողջ տարին արևին ու անձրևին, թանձր մառախուղին ու կարկուտին կող պահելով, կաթ մշակելով ապրող ընտանիքի համար այսօր իսկական հարված է շուկայական անարդարությունը, երբ սարերում արյուն քրտինքով ծնված բարիքն այլևս գին չունի։ Դե ապրի գյուղացի ու մի հիասթափվի։ Այդ կողքանն էլ ասոտի բանացիք ջան։ Որ հաշվում ես այդ ծախսեր մասերը, գալիս է զրոյի վրա նստում ես։ Սորվա դրության ջելը, չգիտեմ դու գիլանել ես տեղել ես, թե չէ, կրակ կողքին խրովում ես, վարվում ես, 1000 դրամա դարել։ Երեք քաղաք եմ ելը, քաղաքից եմ եկել, ջելը յետեմ բել, չեմ տա։ Ոնց է լավ ապրեմ, որ վարելիքը շատ թնդացրել։ Մի կանես տար բենզինի եթե, ես տալ եմ 10,000 դրամ, 12,000 դրամ, դրա լավը որն աղջիկ է։ Որ ասեմ գող չեմ, ինչ եմ անել։ Ով դիրա կյանքն իստա։ Ինչքան կապրեմ, չկատին ինչ գրացեն լավ լիտեն։ Պարոն Համլետի այս տողերի մեջ լոռեցու ոչ թե թուլությունն է, այլ դարավոր անտրտուն չաշտությունը սեփական ճակատագրի հետ։ Բայց երբ սեփական հողի վրա արյուն քրտինքով ստեղծածդ արժեք չունի, երբ քաղաք տանող ճամփան ավելի թանկ է, քան ձեռքերիդ վառված ու խռոված մաշկի բուժումը, հենց այդտեղից էլ սկսվում է գյուղի ամենամեծ ողբերգությունը։ Ու խնդիրը միայն էժանացած կատն ու 1000 դրամանոց ջիլը չեն։ Տնտեսական այս անելանելի պատն է, որ տարիների ընթացքում սարերից դեպի քաղաք քշեց երիտասարդությանը։ Ահնիձորը թողնելով միայն իր հնամենի ծառերի ու անցյալի հուշերի հույսին։ Հետո վերջերս լսել է նաև, որ գյուղի դպրոցը հաստատ փակվելու է ու հարևան գյուղի դպրոցի հետ միավորվելու, որն էլ իր հերթին է պապին հունից հանում ու ավելի շատ վրդովում։ Ասում են, մեր դեր խոսք են տա հենց ասում։ Որտեղ եմ ասել Աշի ջան, մի տարեկան երեխա, խոսքի օրինակն եմ ասում, 6 տարեկան երեխա է, երեխին դու կարալ տես ավտոբուսն ստացնես, ուղարկես, տակին չի կարողանա ինչ դիան։ Սերունդ չկա, դպրոց չկա, ուրան փակվեց գյուղը, վերջ։
Մնալցեն ինձ նման երկու թոշակառ։ Ու մռայլվող Համլետի հայացքում մեծ համարտոնական օրվա մի տեսակ մռայնալու տակ կամաց երևութանում է առօրյայում տխուր գյուղի, տխուր ու ծանր առօրյայի պատկերները, որ հարատև ու ծանր աշխատանքն է, որի արդյունքը մի կտոր չոր հացն է, էն էլ հրեն հա երկնքում կախված։ Իսկ երկրի վրա դատարկված գյուղի ու դեռ էլ դատարկվելու մի նոր ալիքի սպասվող գյուղն է, դատարկված տների անխոս պատուհաններով։ Արի, գավ, տանդրները բացա, արի, ինչքան ուզում ես ապրի, դա լավ ինձ մեր հատ կսարքես։ Ու եղի կյանք կիմանաս, երկու հատ էլ կով կգտես, մեծ էլ կով քաչի կտա, քվիտ, ես խոստանում եմ։ Թե ասում գյուղի կյանքը հեշտ է, լավն է։ Հա, դա չգնայք աշկով տես, ես ինչ ասեմ։ Պարոն Համլետի էսկիսակատակ կիսալուրջ հրավերը մենակ մեզ լրագրողական խմբից չի ուղված, այլ բոլոր նրանց, ովքեր հեռուներից նայում են ու ասում, դե գյուղացուն ինչ է եղել, որ ապրում են էլի, բայց այդ կանչի մեջ իրականում Ահնիձորի վերջին ճիճն է ու սարերից չհեռանալու են տեսակը, որն այսօր էլ ատամներով պահում է այս հին ու իմաստուն աշխարհը։ Խորովածին մեծ վարպետ եմ, շամփուր չունեմ։ Aman nurun kırıvat. Fena yeri beni. Pasok nurun akçıkcan. Aile geçişimiz. İnternet. El. Ահնիձորյան էսլեն սրտի ու հյուրընկալության դեմ մեկ է աշխարհի ոչ մի հոգս ու դարձ շանս չունի։ Ով գիտի շարունակել զրուցել, Թումանյանական հերոսի նման կդառնա, էլ մի խոսեցրու թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ։ Ու հասկանում ես, որ սարերում ապրելու ու չարչարանքին հաղթելու գլխավոր գաղտնիքը հենց այս թեթևությունն է, կյանքին ժպիտով նայելն ու դռները բոլորի առաջ բաց պահելը։ Ու մինչ մենք բացօթյա կրակի մոտ փիլիսոփայում ենք ու վայելում լոռեցու անկեղծ պատմությունները, խորովածի բուրմունքը արդեն հասել էր տուն, որտեղ պապի սիրելի պառավը սովորականի պես առանց ավելորդ աղմուկի ու ճոխությունների լուռ ու հոգատարությամբ սուփռա սեղան էր բացել։ Ահնիձորյան ավանդական հյուրառատ մի սեղան, որտեղ ամեն ինչ իրեն ձեռքի աշխատանքն է, առաժանը, պանիրը, մածունը, մի խոսքով այն ամենը, ինչը իրենցն է ու հենց իրենց էլ պահում է։ Աշիջան ուզում է խորովածալ չլի, մի կտոր հացը պանել սրտը լենել, մաքրուլի։ Ես խորովածը ինձ մա հեշ բանա, ես ամեն օր գծմն եմ բլամ, համարյա թե, եթե ինձ պետք ալեմ, երկու շամփուր չաբաբ եմ զակաստալի կամ խորոված եմ զակաստալի գալի, վերոնում ճամփամ ծլում գալիս ինձ։ Իմ պան դուրը ծաղի առաջել բացել է, ու բացել կլի մչև ին մերնիլ։ Կոնյակ, գինի, որիցը, խմողի ցավը տանեմ ես, հա։ Այսպես կլինի, քանի դեռ Համլետի տան պատուհանները խոսում են, երբ այս տանը հին լորվա երգն ու լիքը բաժակները միախառնվում են տան բնակիչների լեն ու բոլ սրտին, որի առաջ լրագրողական բոլոր կանոնները այլևս անզոր են։ Դե իսկ լեռնցու ու լոռեցու կանչին ու հալալհացին դեմ գնալ ոչ մի օպերատոր ու լրագրող չի կարող։ Կնկերներ, բաժակները լի, խմենք մեր կասի, ազգի կենացը։ Տեսախցիկներն ու միկրոֆոնները դանդաղ պատրաստվում են անջատվելու, որովհետև մենք էլ ենք անցնում կուլիսներ, բայց մինչ այդ պարոն Համլետը բարձրացնում է իր վերջին ամենաանկեղծ ու ամենածանր բաժակը, Ահնիձորից մեզ հասած ամենաանկեղծ օրհնանքով ու այս ողջ ռեպորտաժի ամենաիսկական չֆիլտրած կուլիսներով։ Գոհ եմ, ուրախ եմ, որ մեր ազգը լադերմարկությունը վերացել չի։ Խաղում եմ մեր ջահել սերունդի կենացը։ И ձեզ։ Հմիկվա սերունդը խապուսիկա։ Խապուսիկա, ես ինչ եմ դոշուց կպցրել, այդ տղա։ Ես էլ նոր գլխի եմ։ Ես սերունդին կմաղթեմ, քաջառողջություն կանաչ ճանապարհ, ու էլ գնան իրանց ոտը փուշ չլի։ Այ, ցարկը դեն դրուլ բաժակի տերդար։
Հարգելի հետևորդ, եթե դեռ բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել ու ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը։ Անհայտ մանրամասներ։ Արտաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան։ Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։